But first of all, let's look at հայացքն դրել 2011 թվականին եւ նաեւ անդրադառնամ այն մարտահրավերներին, որոնք տեղի կունենան 2012 թվականին։ Ավելի կոնկրետ կան 3 ոլորտներ, որ 2011 թվականին, որոնք 2012 թվականին եւս Հայաստանի համար կլինեն մարտահրավերներ ունի։ Որ մարտահրավերն է եւ վերաբերում է Հայաստանի զինված ուժերում դիրող իրավիճակին։ Եվ երրորդ զարգացումները կամ միտումը, ինչպես միշտ կրկին Հայաստանի ներքին քաղաքական զարգացումն է։ Եթե մենք նայենք արտաքին քաղաքականության ոլորտին, ապա իմ կարծիքով անցած տարվա շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավելի ուժեղ դիրքերում։ Առաջինը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման եւ հայ-թուրքական դիվանագիտության մասին է։ Այս խնդրի հետ կապված Հայաստանը ավելի ուժեղ դիրքերում է այսօր։ Հատկապես այն պատճառով, որ Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը եւ Ռուսաստանը նրանք բոլորը սատարում են Հայաստանի դիրքորոշումը։ Ճնշումները եւ սպասումները շարունակվում են նրան Թուրքիայի, այլ ոչ թե Հայաստանի վրա։ Հայաստանը արել է ինչ որ կարող էր եւ իսկ ավելին ցուցադրելու համար իր անկեղծություն այս հարաբերություններին։ Ավելի շատ դա հենց Թուրքիայի հանրապետությունն էր, որ հանդես եկավ որպես ավելի քիչ անկեղծ այս հարաբերություններում։ Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքերի ամրապնդման երկրորդ ոլորտը Լեռնային Ղարաբաղն է։ Հայաստանի դիրքերի ուժեղացումը ի հեճուկս Ադրբեջանի վաղ երևաց Կազանում։ Եվ պատճառը այն է, որ Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը ոչ դիվանագիտական է եւ ոչ ռազմավարություն է։ Այլ կերպ ասած, Ադրբեջանի դիրքորոշումը մաքսիմալիստական է, պահանջելով ամեն ինչ կամ ոչ ինչ։ Երբ Հայաստանը ավելի անկեղծ եւ ճկուն է, պատրաստ լինելով բանակցությունների ամենտեղ եւ ցանկացած պահի։ Հայաստանի արտաքին քաղաքականության ամրապնդման երրորդ ոլորտը կապված է Եվրոպական միության հետ։ Վերջին 2011 տարվա ընթացքում Հայաստանը շատ գործ է արել Եվրոպական միության ինտեգրացման առումով, քան վերջին տասնամյակի ընթացքում։ Բայց 2012 թվականին մենք ունենք երկու կարևոր եւ գալիք մարտահրավերներ, կոնկրետ մարտահրավերներ։ Առաջինը վերաբերում է Թուրքիային, իսկ երկրորդը Ռուսաստանին։ Անդրադառնալով 2011 եւ 2012 թվականներին երկրորդ խնդրի մասին, պետք է ասեմ, որ դա զինված ուժերն եւ ռազմական ոլորտն է։ Հայաստանը շարունակում է պահել ամենաուժեղ ռազմական դիրքերը տարածաշրջանում։ Դա մի բան է, որի համար պետք է հպարտ լինել։ Իր այստեղ այն է, որ Հայաստանի ռազմական առավելությունը չի վտանգում ոչ մեկին։ Այլ կերպ ասած, այս տարածաշրջանում Հայաստանը եւ միակ Հայաստանն է, որ աջակցում է տարածաշրջանային անվտանգության ու կայունությանը։ Ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի, որոնք դեմ են ստատուս քվոին, Հայաստանը հանդես է գալիս միայն պաշտպանական դիրքերից։ Երկրորդ զարգացումը հենց զինված ուժերի ներսում է։ Լուրջ մտահոգություն է հանդիսանում հայ զինվորների կողմից այլ հայ զինվորների սպանությունը։ Ի տարբերություն Հայաստանի ռազմական ուժին, սա մի բան է, որի համար չպետք է հպարտանալ։ Այն սպաները, որոնք իրավունք են վաստակել համազգեստ գրելու, պետք է ավելի ենթարկվեն ավելի բարձր ստանդարտների։ Եվ սա զինված ուժերում կարգապահության խնդիր է, երբ բոլոր պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ հաշվետու լինեն։ 2011 թվականի երրորդ ոլորտը վերաբերում է ներքաղաքական շրջանին։ 2011 թվականը երկխոսության տարի էր։ Երկխոսությունը կարևոր էր այն պատճառով, որ այն փոխում է քաղաքական մշակույթը։ Բայց 2011 թվականի երկխոսության տարի էր, հույս ունենանք, որ 2012 թվականը կլինի ժողովրդավարության տարի։ Առաջինը դա այն է, որ սա առաջին ընտրություններ էր 2008 թվականի մարտի 1-ից հետո։ Դա կլինի նորընտիր խորհրդարան, որը կարդացոլի Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ։ Երկրորդ եւ հետաքրքիր փաստ, համաձայն որի այս ընտրությունները տարբեր են, դա այն է, որ հենց Հայաստանի իշխանություններն ներառյալ նախագահի եւ վարչապետի անձնապես խոստացել են, որ այս ընտրությունները լինելու են ավելի լավը եւ նույնիսկ ամենալավ ընտրությունները։ Այլ կերպ ասած, սպասումները չափազանց բարձր են։ Բայց ավելի լայն կոնտեքստում հետաքրքիր է քաղաքական կոնֆլիկտի փոփոխությունը։ Կոնֆլիկտը այլևս ընդդիմության եւ իշխանությունների միջև չէ։ Իրական եւ ամենակարևոր կոնֆլիկտը հենց իշխող էլիտայի մեջ է։ Այս կոնֆլիկտը հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի միջև է, որի սեղանի դրված է Հայաստանի ապագան։ Քաղաքական էլիտայի միջև ներքին կոնֆլիկտից բխող դրական ելքն է այն է, այն կարող է ստիպել բացվելու փակ քաղաքական համագարակ։